Իսկ դու գիտեք, որ սխալվելու վախը արդյունքի հասնելու ամենամեծ խոչընդոտներից մեկն է։ Ձեզ ողջույն, ձեզ հետ եմ մի խոսքով, ես ու իմ շատ լավ գործընկերն Անեն, այսօր շարունակել ենք խոսենք կարևոր թեմաներից մեկի։ Ձեր սխալվելու հանդեպ վախի թեման առաջարկվել է ձեր կողմից։ Շնորհակալություն դրա համար, մենք սիրով կքննարկենք այն հիմա։ Ինչ ես կարծում, ինչու մենք շատ ունենք սխալվելու վախ, ու դա ինչից է առաջանում եւ ինչի է բերում եւ ընդհանրապես ինչ է նշանակում սխալվելու վախը։ Ես առաջ մտածում եմ, որ այդ բացասական փորձն է ավելի շատ, որ սխալվել ես ու ամեն անգամ ավելի շատ ես վախենում նորից այդ ցավը զգաս, այդ հիասթափությունը զգաս, բայց մի քիչ խոսացինք եթերից առաջ ու ես հասկացա, որ ընդհակառակը այդքան քիչ փորձում ես սխալվելու, այդքան ավելի շատ ես վախենում ու այդքան ավելի կաշկանդում ես ինքդ քեզ ու քո հնարավորությունները։ Իսկ ինչ ես կարծում, եթե դու անդադ քեզ ասես, որ սխալվելը նորմալ է, բոլորը սխալվում են, ոնց որ բոլորիս խորհուրդ են տալիս, արդյոք սխալվելու վախը կքչանա, ու արդյոք դա քեզ կօգնի։ Կարծում եմ, որ հա, որովհետև երբ ես ինքս որոշեցի, որ դե լավ, ասենք թե սխալվեցի, ինչ է լինելու արդյունքում, երբ որ ես հասկացա այն վատագույնը, որը կլինի այդ սխալվելու արդյունքում, ու ես պատրաստ եմ դրա հետ հաշտ լինել, ես արդեն ավելի հանգիստ ու ռիսկով գնացի առաջ։ Բայց մարդկանց մեծամասնությունը չի մտածում, որովհետև սխալվելու վախը շատ հուզական է ու շատ տրավմատիկ է։ Մեզ շատերի սովորեցնում են, ասում են գործիր, բոլորը սխալվում են, դրանից դա հետադարձ կապ է, սովորում ես եւ այլն, բայց դա մարդկանց չի օգնում կարծես, որովհետեւ հարցը սխալվելու մեջ չէ, հարցը սխալվելու արդյունքում քո կորցրած ինքնագնահատականի ռիսկի մեջ է։ Այս սխալվում ես, ինքնագնահատականը ընկնում է։ Ու այստեղ ընդհանրապես հարցը ինչի որ դու սխալվում ես ինչ-որ մի հարցում, այլ որ քո համար սխալվելը բանգիտակցական մակարդակում վկայում է քո թերի լինելը։ Ես այդքան լավը չեմ, իսկ լավը լինելու ցանկությունը ինքը ամենակարևոր ցանկություններից է մարդու։ Մարդ միշտ աշխատում ան թեկուզ դիսկոմֆորտ իրավիճակում հայտնվի, թեկուզ ինչ որ հարցերում ձիճումների գնա, բայց ինքը լավը լինի ուրիշների համար։ Ես սովորեցնում եմ, որ դու պիտի լինես լավը, որպեսզի մենք քեզ տանք այն վերաբերմունքը, որի միջոցով քո պահանջները կբավարարվի։ Այլ կերպ ասած դու լավ կապրես, բայց դու պիտի լինես լավը։ Սոցիումում փոխհարաբերությունների վալուտան է, այսինքն լավը լինելը։ Այո, իհարկե։ Դու ինչքան լավն ես, այդքան լավ են քեզ վերաբերվում։ Հասարակությունը կարում է լավը լինելու հագուստ է, չսխալվելու հագուստ է եւ այլն։ Բայց այստեղ ամբողջությունն այն է, որ մենք մեր հագուստը չենք, մենք մարմինն ենք։ Լավը լինելու այդ դերը մեզ պարտադրում է հասարակությունը, որի միջոցով ինքը քեզ կվերաբերվի դրական։ Իսկ եթե դու սխալվում ես, նշանակում է դու այդքան լավը չես, ուրեմն քեզ հատուկ վերաբերմունք չեն տա։ Իսկ ես այստեղ հարց ունեմ, ինչպես հաղթահարել այդ վախը սխալվելու հանդեպ, առանց այ քեզ լավը զգալու, այդ ինքնագնահատականը կորցնելու, ռիսկից, խնդրից։ Ասում էր, որ առողջ մարդը կատարյալ մարդը չի, առողջ մարդը ամբողջական մարդ։ Իսկ ամբողջական մարդու մեջ կան սխալներ, կան թերություններ, կան խնդիրներ, կան արգելված մտքեր ու երևակայություններ, եւ եթե դու չունես անհրաժեշտ ինքնավերաբերմունքը, դու ինքդ քեզ տված անհրաժեշտ ինքնավերաբերմունքը չունես, այսինքն դու քեզ բոլոր ձևերով ինչպես հասան թողում ես, դու սկսում ես կախված լինել հասարակության դերից, որը քո վրա կարելու են։ Ամենամեծ սոցիալական մանիպուլյատիվ արժեքը, որ հասարակությունը քո վրա վաճառում է, դա ինքնավերաբերմունք ձևավորելու հատուկ պիտանի քեզ համար ինքնավերաբերմունք ձևավորելու լիցենզիան է։ Մի խոսքով պետք է աշխատենք մեր ինքնագնահատականի, ինքնավերաբերմունքի, ինքներս մեզ ինչ-որ ձևով հարգանք ու սեր տածելուց, մինչև մենք սկսենք զբաղվել արդեն այդ վախը հաղթահարելով, ճիշտ է։ Այո։ Հաջորդ գաղափարները, որի շուրջ ցանկանանք խոսենք, սպասելու ենք ձեզանից։ Կարող եք կոմենտ գրել այս վիդեոյի տակ, թե սոցիալական ցանցերում, թե հենց YouTube-ում։ Կարող եք անձնական նամակով ինձ կամ Գրիգորին ուղարկել ձեր գաղափարները, ամենաշատ հավանության արժանացած եւ ամենաշատ հիշատակված թեմաները բնականաբար տեղ կգտնեն հաջորդ մեր եթերներում։